Ամերիկյան Աբրահամ Լինքոլն ավիակիրը շարժվում է դեպի Իրան, մերձավոր արևելքը շունչը պահած սպասում է։ Աշխարհի հզորագույն նավատորմի շարժը տեղի ունենում Իրանում բողոքի վերջին ցույցերի եւ միջուկային գործարքի շուրջ աճող լարվածության ֆոնին։ Այս պահին շատ մեծ ու շատ հզոր նավեր են շարժվում դեպի Իրան։ Շատ լավ կլիներ, որ ստիպված չլինեինք դրանք օգտագործել։ Նրանք չպետք է ունենան միջուկային զենք եւ պետք է դադարեցնեն ցուցարարների սպանությունը։ Իրանի զինված ուժերի մատները ձգանի վրա են պատրաստ արձագանքելու ցանկացած ագրեսիայի։ Որքան իրական է սպառնալիքը եւ երբ կողմերը կհատեն կարմիր գիծը, փորձագետները հարցի կարգավորման դիվանագիտական ճանապարհը այս պահին քիչ հավանական են համարում։ Պատճառն այն է, որ հետպատերազմական շրջափուլում փոխվել են Իրանի հետ բանակցային օրակարգի հարցերը, որոնք բացի միջուկային ծրագրից վերաբերում են Իրանի հրթիռային կարողություններին, նաեւ մերձավոր արևելյան քաղաքականությանը։ Միացյալ Նահանգների ռազմուժի կուտակումը տարածաշրջանում արդեն իսկ ինքը ցուցիչ է, որ զարգացումներ այս մասով լինելու են եւ կարծես թե զարգացումները ենթադրում են այնպիսին պետք է լինեն, որ կարողանան վճռորոշ լինել։ Իսկ գլխավոր առանցքային նպատակ այստեղ դիտարկվում է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից առնվազն Իրանում իշխանափոխություն եւ արկա երկրի ռազմապաշտպանական հնարավորությունների չեզոքացում, ներառյալ նաև ռազմաքաղաքական ղեկավարություն։ Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը Իրանի շուրջ օպերացիոն աղեղի տեսք ունի, տարածվում է հիմնականում արևմուտքից դեպի հարավ։ Այստեղ է ամերիկյան ամենամեծ ներկայությունը, Քաթարում տեղակայված է տարածաշրջանի գլխավոր հրամանատարությունը եւ շուրջ 10,000 զինվոր, Բահրեյնում ԱՄՆ 5-րդ ռազմածովային նավատորմն է, Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում եւ Իրաքում մի քանի հազարական ստորաբաժանումներ։ Ընդհանուր առմամբ Իրանի անմիջական հարակից տարածաշրջանում գտնվում է մոտ 40-ից 50,000 ամերիկացի զինվոր։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները ունի հնարավորություն հարվածելու Իրանին միաժամանակ մի քանի ուղղություններից՝ օդից, ծովից եւ տարածաշրջանային բազաներից։ Առաջին թիրախները Իրանում կարող են լինել հրթիռային համակարգերը, ռազմաօդային բազաները եւ միջուկային ենթակառուցվածքները։ Ի պատասխան Թեհրանը կարող է թիրախավորել ամերիկյան ռազմաբազաները մերձավոր արևելքում։ Երկրորդ խոշոր թիրախը Իսրայելն է, Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակիցը տարածաշրջանում։ Եթե հաշվի առնենք Իրանի, օրինակ, հարվածային ուժերի գլխավոր մաս կազմող հրթիռային կարողությունները, դրանց հեռահարությունը հասնում են մինչև 2000 կիլոմետր, 2100 կիլոմետր։ Այսինքն երկրի խորքում, ցամաքում կանգնած արձակման կայանները արդեն կարող են մասնակցել ծովային մարտերին, գործողություններին։ Այնպես չի, որ մենք գիտենք, որ նաև ռազմածովային ուժերը Իրանի երկար ժամանակ հատուկ ուշադրության տակ չեն եղել, բայց վերջին շրջանում բավական լուրջ ներդրումներ կատարվեցին այդ ուղղությամբ։ Եվ սուզանավերի մասով, եւ ռազմանավերի արդիականացման մասով, դրանք տարբեր սպառազինության միջոցներով համալրելու տեսանկյունից, անօդաչու թռչող սարքերով համալրելու տարբեր ռազմանավեր եւ այլն։ Այս իմաստով բավական աշխատանք արվել է Իրանում։ Չպետք է թերագնահատել եւ նաեւ պետք չէ գերագնահատել այդ հնարավորությունները։ Փորձագետների շատերն այն կարծիքին են, որ Իրանի իրական ուժը այս պատերազմում ոչ այնքան բանակն է, որքան այս կետը՝ Հորմուզի նեղուցը։ Մի քանի կիլոմետրանոց այս ջրային անցումով տեղափոխվում է աշխարհի ծովային նավթի գրեթե քառորդը։ Եթե Իրանը անգամ մասամբ խափանի այս ճանապարհը, նավթի ու գազի գները կարող են ուղղակի պայթեցնել համաշխարհային տնտեսությունը։ Հորմուզի նեղուցը գլոբալ տնտեսության ամենազգայուն կետերից մեկն է։ Դեռ նախորդ պատերազմի ժամանակ Իրանը սպառնում էր փակել կամ սահմանափակել նեղուցի աշխատանքը, եւ անգամ այդ հայտարարությունները բավական էին տնտեսական շուկաները որոշակիորեն ցնցելու համար։ Աշխարհի 4 պաշարները ունեն նավթի տեսակետից։ Գազի պաշարները երկրորդն են Ռուսաստանից հետո։ Իրանի տիրապետության տակ է գտնվում Հորմուզի նեղուցը, որով անցնում են համաշխարհային նավթատարների 20-ից 25%-ը։ Շուրջ 500 միլիարդ տարեկան կտրվածքով ապրանքաշրջանառություն, այսինքն տարանցիկ Իրանի ենթակառուցվածքային հնարավորությունների հաշվին, Իրանի էներգետիկ ռեսուրսների հաշվին, շուրջ այդ ծավալի
ազդեցություն Իրանը իր աշխարհագրական դիրքով եւ հնարավորություններ ունի համաշխարհային տնտեսության մեջ։ Հիմա եթե այս երկիրը կամ Պարսից ծոցը հայտնվում են, այսինքն պատերազմական իրավիճակում, դա բավական լուրջ բացասական ազդեցություն է ունենալու եւ տարածաշրջանի հարևան երկրների համար եւ այդ թվում նաեւ համաշխարհային տնտեսության համար։ Տնտեսական հետևանքները հատկապես ծանր կլինեն Եվրոպայի համար, որը ռուսական գազից հրաժարվելուց հետո ավելի մեծ կախում ունի Պարսից ծոցի մատակարարումներից։ Հորմուզի նեղուցով անցնող էներգակիրներից կախված են նաև Ասիայի խոշոր տնտեսությունները՝ Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Հնդկաստանը։ Իրանը այսօր իր նավթամիջոցների գրեթե 90%-ը արտահանում է դեպի Չինաստան, իսկ Չինաստանը Միացյալ Նահանգների համար այսօր տնտեսական եւ ռազմական վտանգ են հանդիսանում։ Տնտեսական հետևանքները զգացնել կտան նաև Իրանում, որտեղ վերջի շրջանում իրավիճակն այդ առումով բավական լուրջ է։ Վերջին 10 տարվա նույնիսկ ընթացքում Իրանը 30-ից 40 անգամ արձանագրվել է իրանական ռեալը, ասենք, մարդկանց տնտեսական վիճակը այնպիսին է, քաղաքացիների, ես նկատի ունեմ, այնպիսին է, որ 50% բնակչության դե ֆակտո ապրում են աղքատության մեջ։ Միջին աշխատավարձը կազմում է $200-250 եւ նման պարագայում այդ պայթուցիկությունը ինքը արկա է եւ Միացյալ Նահանգները դա շատ լավ հասկանում են եւ հիմա ամեն ջանք գործադրեն, որպեսզի նախ տիրապետեն իրանական նավթը, գազը եւ կարողանան Իրանը բերել ամերիկյան, այսպես ասած, առաստաղի տակ։ Այս գործընթացներից անմասն չի մնա նաև Հարավային Կովկասը, շարունակում են փորձագետները։ Հայաստանի համար Մերձավոր Արևելքում ցանկացած էսկալացիա առաջին հերթին տնտեսական մարտահրավերներ է պարունակում։ Իրանում եւ Իրանի շուրջ այս զարգացումները իրենց բացասական տնտեսական արտադրաշրջանառության մասով հետևանք ունեցել են նաեւ մեր հետ հարաբերություններում եւ այս ֆինանսատնտեսական ճգնաժամի մասով եւ մատակարարումների, կանոնավոր մատակարարումների մասով, բիզնես գործարարների, գործարքների տեսանկյունից, սա ակնհայտ է, չեն կարող հերքել։ Նույնիսկ խնդիրներ կային կապ հաստատելու եւ գործարքների շուրջ բանակցելու, խոսելու։ Դրան ավելացնենք նաեւ ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը, երբ գործարքները իրականացում են դոլարով, բայց չգիտեն այդ դոլարի կուրսը ինչքան է, արժեք։ Տնտեսականից բացի անվտանգային լուրջ ռիսկեր կարող են ստեղծվել հայ-իրանական սահմանին, փորձագետի խոսքով հատկապես սուր կարող է լինել միգրացիոն հոսքերի կառավարումը։ Ինչ միգրացիոն հոսքեր են լինելու, ինչ կոնտինգենտ է ներթափանցելու Հայաստանի տարածք, ինչ ուժերի կողմից դրան կարող են վերահսկվող լինել, ինչ նպատակով, ինչ այլ նպատակներ, առանցյալ նպատակներ կարող են հետապնդել նրանք Հայաստանի տարածքում։ Դիտարկվում է Իրանում իշխանափոխություն։ Իշխանափոխության պայմաններում մենք չունենք երաշխիքներ, թե ինչպիսի իշխանություն է ձևավորվելու այդ երկրում, ինչպիսի տարածաշրջանային քաղաքականություն է վարելու, ինչպես է կարողանալու կառավարել երկրի ներքին անվտանգային ռիսկերը։ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության վերջերս հրապարակած Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ ձգությունում ընդգծվում է Մերձավոր Արևելքում կպահպանվի զինված բախումների շարունակական ռիսկը։ Նկատի ունենալով այն փաստը, որ Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմը չապահովեց կողմերի ռազմավարական բոլոր նպատակների իրագործումը, 2026 թվականին մեծ հավանականությամբ կպահպանվի պատերազմի կամ այլ ինտենսիվության փոխադարձ հարվածների կրկնվելու հավանականությունը։ Մեր երկիրը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի, շարունակում են մասնագետները, մատնանշում, տարածաշրջանի համար հարցի լավագույն լուծումը դիվանագիտական ճանապարհն է։ Միջազգային արձագանքները եւս ցույց են տալիս, որ խոշոր դերակատարները կողմնակից չեն նոր պատերազմի։ Բացի Իսրայելից որևէ երկիր այսպիսի շահագրգռվածություն չունի, որ այդ պատերազմը տեղի ունենա։ Իրանի համար եւ տարածաշրջանային զարգացումների համատեքստում Չինաստանի եւ Ռուսաստանի կեցվածք, ինչպես գիտենք, որոշակի ռազմական մատակարարումներ եղել են։ Նրանց շահերից է բխում, որ Իրանը կայուն մնա եւ կարողանա դիմակայել, քանի որ եւ ոչ միայն նրանց, թվում նաեւ Թուրքիայի, որովհետեւ եթե նայենք Իսրայելի պլանները, տարածաշրջանում որևէ ունակ, դիմակայունության ունակ մեծ երկիր չպետք է լինի,
որը կարող է երբևէ Իսրայելի համար որոշակի խնդիրներ ստեղծի տարածաշրջանում։ Եվ տնտեսական առումով եւ ռազմունակության առումով, եւ նաեւ քաղաքական այլ առումներով։ Ուստի պատահական չէ, որ կան շրջանառվող տեղեկություններ, որ հաջորդ թիրախ կարող է լինել նաեւ հենց Թուրքիան։ Իսկ այդ ընթացքում ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի անունը կրող ավիակիրը հաշված օրեր անց կհասնի տարածաշրջան։ Վոլոդիա Մուշեղյան, Ժիրայր Հաբետյան, Հակոբ Թումանյան եւ Մուշեղ Մանվելյան, Կիրակնորյա լուրեր։